Բարև ձեզ, հարգելի ընկերներ, այս անգամ էլ կծանոթանանք Excel-ի հնարավորություններից մեկին, նրա խորամանկություններից մեկին, այսպես ասած, որն աշխատանքային պրակտիկայում կիրառելիս համոզված եմ կթեթևացնի մեր աշխատանքը։ Մեր առջև ունենք այսպիսի աղյուսակ, մայրցամաքների ցուցակ, յուրաքանչյուր մայրցամաքում պետությունների ցուցակ, որում 3, որում 4 և այլն։ Եվ խնդիր ունենք ստեղծելու երկու տեսակի կախովի աղյուսակներ։ Իմ նախկին տեսոլովակներից մեկում ես արդեն ցույց եմ տվել կախովի աղյուսակներ ստեղծելու ճանապարհը և վանդակում ներմուծվող արժեքը ընտրվում է մեր կողմից տվյալ վանդակում սլաքով բացվող հնարավոր արժեքների ցանկից։ Սակայն այս պարագայում խնդիրը մի քիչ այլ է։ Ստեղծվելիք բացվող աղյուսակների տվյալների բաղադրությունը, տարրերի կազմը կախված է լինելու մեկ այլ վանդակում բացվող աղյուսակի տարրերի ընտրությունից։ Թե ինչի մասին է խոսքը, հիմա կտեսնենք և կծանոթանանք։ Սկզբի համար ես կուզենայի անվանակոչել հետևյալ տիրույթները. Համապատասխանաբար մայրցամաք, այս տիրույթը Հյուսիսային Ամերիկա, համապատասխանաբար Հարավային Ամերիկա, Աֆրիկա և Եվրասիա։ Դա կարճ ճանապարհով անելու համար կօգտագործենք Excel-ի հետևյալ հնարավորությունը. Формулы создать из выделенного. Սեղմեցինք создать имена из значений в строке выше. Okay. Մտնենք dispatcher իմյան և տեսնենք։ Excel-ը ստեղծել է 5 անվանակոչված տիրույթներ համապատասխան արժեքներով։ Օրինակ, մայրցամաք տիրույթը հետևյալ 4 վանդակներից է բաղկացած։ Հարավային Ամերիկա տիրույթը հետևյալ 4 պետությունները պարունակող վանդակների տիրույթից։ Ուշադրություն դարձնենք, որ մենք այս տիրույթը անվանել ենք Հարավային Ամերիկա, սակայն Excel-ում գրելաձևը Excel-ի ընկալումը մի փոքր այլ է։ Մենք տեսնում ենք Հարավային Ամերիկա պրաբելով, սակայն Excel-ում այդ պրաբելը հետևյալ նշանն է։ Սա կարևոր պահ է, խնդրի շարունակության մեջ այն իր տեղը կունենա։ Հիշենք սա։ Okay, և այսպես շարունակենք։ A11 վանդակում ստեղծենք բացվող, կախվող ցուցակ։ Սովորական ճանապարհով ներմուծվող արժեքների տեսակը ընտրենք ցուցակ, սպիսակ։ Արժեքը տանք մայրցամաք։ Անվանակոչված տիրույթն է բերում։ Okay տանք։ Եվ այս վանդակում մուտքագրվելիք արժեքը կախված է բացվող այսպիսի աղյուսակից։ Ընտրում ենք նրանցից մեկը։ Եվ խնդրի շարունակությունն այն է, որ հետևյալ 4 վանդակներում բացվելիք աղյուսակներում արժեքների բաղադրությունը, առաջարկվող արժեքների տարրերը պետք է կախված լինեն հենց A11 վանդակի պարունակությունից։ Հարավային Ամերիկա նշման դեպքում պետք է բացվեն հենց Հարավային Ամերիկայի այս տիրույթի պետությունների ցանկը մեկ այլ մայրցամաք ընտրելիս համապատասխանաբար դրա կազմում առկա պետությունների ցանկը։ Շարունակենք, ընտրում ենք այս տիրույթը, մտնում проверка данных, կրկին ընտրում հնարավոր տարբերակը սպիսակ և աղբյուրը դաշտում
մուտքագրելու ենք բանաձև, որը հղվելու է հենց A11 վանդակին, ավելի ճիշտ ոչ թե վանդակին, այլ այդ վանդակի արժեքի անունը կրող տիրույթին։ Դա անելու ենք ֆունկցիայի շնորհիվ, ֆունկցիան ես արդեն առանձին գրառել եմ, իհարկե դրա ոչ ամբողջական տարբերակը ժամանակ խնայելու համար։ Վերադառնանք, կրկին մտնենք, ընտրենք սպիսակ և հավասարության նշան դնենք ֆունկցիան։ Դվսել indirect և подставить substitute ֆունկցիաներն ենք օգտագործելու։ Այստեղ առաջին արգումենտի մեջ ես կտամ հենց A11 վանդակը և կտանք OK։ Հիմա տեսնենք ինչ է կատարվում։ Երբ A11-ում Աֆրիկա արժեքն է, այս տիրույթում վանդակների համար բացվող աղյուսակներում պարունակությունը հենց Աֆրիկա մայրցամաքի պետություններն են։ Երբ ընտրում ենք մեկ այլ մայրցամաք, Հարավային Ամերիկա, բացվում են հետևյալ պետությունները՝ Բրազիլիա, Արգենտինա, Չիլի և Պերու։ Կարծում եմ հիանալի հնարավորություն է սա Excel-ում։ Այսպիսի դեպքերը կիրառվում են բացվող աղյուսակների տրամաբանական հիերարխիկ կառուցվածքներում, երբ մի աղյուսակում բացվող արժեքները ունեն ենթաարժեքներ և մենք հաջորդ տիրույթում պետք է ընտրենք այդ ենթաարժեքները, կախված առաջին տիրույթի ընտրվող արժեքից։ Եվ մի փոքր նաև մեկնաբանենք մեր կողմից մուտքագրված բանաձևը։ Դվսել indirect ֆունկցիան վերաուղղում է մեր վանդակի պարունակությունը այն վանդակի արժեքը կրող անվանակոչված դիապազոնին, որն արդեն ընտրել ենք։ Подставить ֆունկցիան A11 վանդակում մեր կողմից մուտքագրված գրառած մեր համար սովորական պրաբել նշանը փոխարինել է այսպիսի նշանով, որի մասին ես խոսեցի սկզբում, որպեսզի Excel-ի համար ընկալելի լինի։ Եթե մենք այս գործողությունը չանեինք, ապա Հարավային Ամերիկա և Հյուսիսային Ամերիկա արժեքներն ընտրելիս հաջորդական բացվող ցուցակները սխալ կաշխատեին, քանի որ Excel-ը չէր ընկալի Հարավային Ամերիկա անվանակոչված դիապազոնի գրառումը, գրության ձևը։ Հենց այդ պատճառով մենք սովորական պրաբելը փոխարինեցինք Excel-ի համար ընկալելի նշանով։ Կրկին անգամ նայենք այս նշանով։ Եվ ամեն ինչ աշխատում է ճիշտ։ Աֆրիկա, խնդրեմ, բացվեց Աֆրիկա մայրցամաքի պետությունները պարունակող ցուցակ՝ Եվրասիա, Հայաստան, Ռուսաստան, Իտալիա և Իրան։ Կարծում եմ այս նյութը կկիրառվի ձեր կողմից ձեր աշխատանքային պրակտիկայում և կծառայի իր նպատակին։ Շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար, մինչ հաջորդ տեսահոլովակը։